Գյումրիում օդի մեջ փոշի պարունակությունը Հայաստանում ամենաբարձրերից մեկն է արդեն մի քանի տասնամյակ։ Դրա պատճառները տարբեր են։ Մեկը այսպիսի ավերակների գոյությունն է մինչև հիմա, որոնք չեն մաքրվել։ Պատճառներից մյուսը կանաչ տարածքների ոչնչացումն ու նվազեցումն է եղել, ռոռոկման համակարգի բացակայությունը, ինչպես նաև շինարարության նորմերի խախտումները։ Այս խնդիրները իշխանության գալու դեպքում Եվրադաշինքը լուծելու է առանց մեծ դժվարությունների, սա կարելի էր անել ավելի վաղ։ Սիրելի համաքաղաքացիներ, մարտի 30-ին մասնակցեք Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրադաշինքի օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Անհանգստություններով չի պայմանավորված ընտրություններից 2 օր առաջ ընդդիմադիր տեխնատուների հանդեպ այս քրեական հետապնդումները, որ քաղաքական իրականում հետապնդումներ են, եւ դուք ձեր տեխնատուի ընտրվելու շանսերը բավականին ցածր, այսպես գիտակցում եք, որ ցածր է, դրա համար է այս ամեն ինչը իրականացվում։ Չէ, եւ ես կարող եմ դա ապացուցել, որովհետեւ նախ եւ առաջ տեսեք, նման գործելավոճ մենք երբևիցե չենք կիրառել, նույնիսկ այն պարագայում, երբ որ դրանից կախված էր մեր կյանքը, մեր ֆիզիկապես գոյությունը 2021 թվականի մասին է խոսքը։ Առնվազն կյանքը, այնտեղ քրեական գործերի հետապնդում եւ այլն։ Երկրորդը, տեսեք, մենք շատ տարբեր տեղերում բացվել ենք ընտրությունները եւ հիմա կան շատ տարբեր կուսակցություններին ներկայացուցիչ թիմ ղեկավարներ։ Նաեւ նույնը տեղի ունեցել նաեւ Գյումրիում, հետո կոալիցիա են կազմել եւ դրա համար, դրա խաթր, դրա հետո դա կոալիցիաները քանդվում են, ասենք անկախ նրանից դա նույնիսկ երկու ընդդիմադիր կուսակցություններն են, խմբակցություններն են իրար հետ հիմա վիճվում, կոալիցիան ինչա որ չքանդվի։ Ժամանակի ընթացքում երբ որ տեսել ենք, հասկացել ենք, որ տորպեդահարվում այն գործերը, որը որ մեր ավականին Գյումրիում ուզում է անել, բնական է, բայց պատասխանատվությունը, գիտեք ինչ, հետաքրքիր բան կա, այդտեղ մարդկանց ընկալումը Գյումրիում միջով կոալիցիա քանդվելը, եղել է այն, որ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության ու չի անում, այդպես վերագրվել է մեզ, որ բնականը դրա պատճառով քանդվել է, իսկ ուրեմն մեր տեխնացուին Ալավերդուն էր վերաբերվում, Վանաձորին էր վերաբերվում, որ հետընտրական զարգացումներ եղան, երբ որ ընտրված տեխնացուն ընդդիմադիր հայտնվեց, այո, ձերբակալվեց այդ այն հայտնի հարցն է, սկզբից զուն է եղել, թե հավն է եղել, հա? Այսինքն այն մարդիկ, ովքեր որ քրեական հանցագործություն են կատարում, հաճախ փորձում են պատասպարվել ազգային ժողովում, քաղաքականության մեջ, այդ դեպքերը նոր չեն, այդ դեպքերը մենակ մեր ժամանակում չի եղել։ Եվ եղել է ժամանակահատված, երբ որ ինչ-որ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու համար իշխանությունը բան արել, բայց խնդիրը այն է, որ այսօր մեր նկատմամբ ամենամեծ մեղադրանքը այն է, որ ինչի են ընդհակառակը այդ մարդիկ դուրսը, ինչի են այդ մարդիկ, ովքեր որ բոլորի կողմից ընկալվում են որպես հանցագործ, որպես խուժան, դեռ դուրսը։ Այդ մեղադրանքը ես ընդունում եմ։ Այդ մեղադրանքը ես ընդունում եմ, որ ես քաղաքական գործիչ եմ, ես իրավապահ չեմ, ես բնական է այդ հարցադրումը անում եմ։ Հենց որ այդ պիտակը, այսպես ասած, այս իշխանությանը կրցնելը չի ստացվել, ոչ 2021-ին, ոչ էլ հիմա է ստացվել, չկա տենց բան եւ չի կարող լինել։ Կրվենք, խնդիր չկա, մեր ժողովրդի որոշի լուրիկն է։ Համապետականը մեր ժողովուրդը տենց կորոշի։ Մենք հլուլազանդ կընդունենք մեր ժողովրդի որոշումը ու կհռչակենք, որ դա մեր հաղթանակն է, որտեղ մենք ենք ընտրության ինստիտուտը Հայաստանի Հանրապետություն բերել, որ մարդիկ գնում են եւ ընտրությունով որոշում կայացնում։ Դա ես չեմ կարծում, որ մենք այնտեղ պարտվելու ենք, բայց լավ չի լինի, իհարկե լավ չի։ Եթե պարտվեք, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում, պետք է համապետական ընտրություններ անցկացնել ժամանակի։ Դրա կարիքը չկա, ու ես չեմ կարծում, որ մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք այնտեղ, Գյումրեցին հաղթելու է, որտեղ ես չեմ կարծում, որ Գյումրեցին, ով միշտ ընտրությունների ժամանակ իր բարձր գիտակցությունը ցույց է տվել, այսօր պահիտակ կուրացել է ու չի տեսնում ովքեր են մի կողմում, էլի ընդհանրական չասելով, հա, ովքեր են մի կողմում եւ ովքեր են մյուս կողմում, ովքեր է հիմնական ֆավորիտ ընդդիմադիր տեխնացուն ճակերտավոր եւ ով է այն մյուս տեխնացուն, իրանք շատ լավ ամեն ինչ հասկանում են եւ ես վստահ եմ, որ գյումրեցիները գնալու են եւ քվեարկելու են։ Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ ինչ-որ խուժանական, այդպես գողական բաներից ելնելով չեն այդ հալու քվեարկել։ Ես վստահ եմ, որ գյումրեցին իրանց
իրենց պատասխանը տալու։ Դուք ԿՊ-ի ցուցակը կարդացել եք, պարոն Սիմոնյան, Գյումրու 99 հոգուց մի հոգի այնտեղ որ երևի վարչական պաշտոն չի զբաղել, կամ մի քանի հոգի որ դպրոցում չի աշխատում, համայնքապետարանում չի աշխատում, մարզպետարանում չի աշխատում, բուժնարներում չեն, բոլորը ԿՊ-ականներ են ու բոլորը այն վարչական ռեսուրս տնօրինող կառույցներում են աշխատում։ Սա մտահոգիչ չէ։ Տեսեք, նախ ԿՊ-ի ցուցակն է, ՀՀԿ-ի բանի պետք է լինեին կուսակցությունները, պետք է ԿՊ-ից լինեին, դա մեկ։ Երկրորդը տեսեք, մեր հանրության մեջ կա ազատ լրատվամիջոցներ, կան ՀԿ-ներ, կան անհատներ, որոնք որ զանգում են եւ բացահայտում են պետական ռեսուրսի կիրառումը եւ դրա մասին ազատ հրապարակում են անում։ Եթե նման հրապարակում կլինի, բնական է դրա պատասխանը կլինի։ Ես կոչ եմ անում ավելի ակտիվ լինեն հետաքննող լրագրողները, ՀԿ-ները, որոնք զբաղվում են ընտրությունների նկատմամբ հսկողություն իրականացնել, կոչ եմ անում ավելի ակտիվ լինեն։ Պահանջում եմ։ Իշխանությունը ականջալուր չի այդ հրապարակումներին, ՀԿ-ների տենց չի, ես համաձայն չեմ, որ տենց է։ Դուք պատկերացնում եք, որ այդ նույն րոպեին տենց Զևսը վերևից կայծակը պետք է խփի եւ ինչ-որ մեկը փոշի պետք է վերածվի, տենց չի։ Բոլոր այդ դեպքերը այս ընթացքում, այս 7 տարվա ընթացքում բազմաթիվ բացասական դեպքեր են տեղի ունեցել, բազմաթիվ կառավարման հետ կապված եւ մեր գործունեության դրանք բոլորը որոնք որ հրապարակվել են դրանք քննվել են եթե ձեզ թվում է այստեղ որ ընդդիմադիրները օրինակ հրապարակումներ են անում մենք դա ներսում չենք քննարկում հետևություններ չենք անում եւ քայլեր չենք ձեռնարկում դուք շատ սխալվում եք չկա գետ մեկ դեպք որ մենք դրա հետևից չգնանք բայց դե գիտեք ինչ մեր հարության մեջ այս իրավիճակում, երբ որ մարդկային ռեսուրսների հետ կապված նաև խնդիր կա, մենք շատ հաճախ հականատես ենք կրում, որ նույնիսկ մեր կուսակցականը, մեկ էլ մեր նիստերի ժամանակ, նա տնեց բան ասում, բոլորը զարմացած նայում ենք, թե դու ոնց ես ընդհանրապես եկել այստեղ չկիսելով ես ամեն ինչը։